պատվական անուն է։ Մենք գոհանում ենք մեր Տիրոջից եւ շնորհակալ ենք մինչեւ այժմ պահելու իր ողորմալու համար։ Քանի որ պետք է մենք վերջի բաժինն աղոտ քանենք հոգսերի համար խնդիրների, մինչեւ այդ ուզում եմ ուղղակի Սուրբ գրքից մի տեղ ընթերցել, մի քանի րոպե այս ուղղությամբ խորել, այս ուղղությամբ խոսել եւ թող Տերը օգնի եւ վերջում նոր կաղոթենք հոգսերի եւ խնդիրների համար։ Ինչպես մենք հիշեցինք անցած կիրակի մենք տոնեցինք Պենտեկոստեն, ասեմ որ փառք Տիրոջը մեր տարածքներում մոտավոր 30 հոգի մկրտվեցին նաեւ Սպիտակի տարածքում էլ 3 եղբայրականին վկայություն տվին մեր Աբովյանի տարածքում 3 օրվա մեջ 80-ից ավել մարդիկ մկրտվեցին եւ սա Տիրոջ վերջի նշանների զորությունների նորից գործելու խոսքն է, որտեվ այդ վերջի անձրևները Տեր ուղարկում է։ Եվ շատ ժամանակ ասենք, երբ որ Տիրոջ հոգին գործում է, նաև անհոգություն ու ծուլությունն էլ ավելանում մարդկանց կյանքի մեջ։ Որտեվ ինչքան Սուրբ Հոգին զորավոր գործի, այնքան թշնամին զորավոր ձևով պետք է ինչ ենա, դեմ կենա։ Եվ այսօր շատ մարդիկ ուղղակի եղբայրներին Տերը օրհնի, որ խոսեցին, դրեցին, ճշմարիտ Աստծո հոգով առաջնորդեցին, թող այդ խոսքերը մեր մեջ կյանք դառնա, ես ուզում եմ շարունակեմ, ես իրանց հետ չեմ պայմանավորվել, ասենք, թե ինչ պետք է խոսեմ եւ իրանք էլ իրար հետ չեն պայմանավորվում, ասեմ ձեզ, որ մեր եկեղեցում մենք չենք պայմանավորվում, թե իրար հետ ոնց խոսանք։ Ամեն մեկը աղոթում է եւ ինչ որ Աստված սրտի մեջ դնում է, այդ խոսքերը խոսում են։ Հովանու ավետարան 16-րդ գլխից մի համար պիտի կարդամ, 13 համարը, Հովանու 16-ի 13-ը, բայց երբ որ նա ճշմարտության հոգին գա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Ասում որովհետև իրանից չի խոսի կառնու կասի։ Ասում բայց երբ որ նա ճշմարտության հոգին գա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Ինչ է սա նշանակում, ժողովուրդ ջան։ Եվ ինչի համար է սա կարևոր։ Ենոք եղբայրը հիշեցրեց, որ Սուրբ Գիրքը ասում է, որ մարդի ճանապարհները իր աչքին հաճելի է ու ճիշտ է։ Ամեն մարդ գտնում է, որ իր ճանապարհները ճիշտ է, որ ինքը ուղիղ է, որ իր մտածմածը ճիշտ է եւ իր արարքները ճիշտ է։ Ամեն մեկը ինչ որ գործում է, մտածում է ճիշտ է։ Այն ստախոսը, որ սուտախոսը մտածում է ճիշտ անեմ, իրան օգուտ է։ Մարմնավաճառը, որ մարմինն է վաճառում, մտածում է ճիշտ անեմ, իրան օգուտ է։ Գողը, որ գողություն անում, մտածում է ճիշտ է, իրան օգուտ է։ Մարդ, որ սուրբ կյանքի է ձգտում, սուրբ կյանք ապրի, դա էլ է մտածում, որ իրան օգուտ է, ճիշտ է։ Որտեվ ամեն մեկի գործերը իրանց համար ճիշտ են։ Եվ ամեն մեկը ոնց որ պատկերացնում է, ոնց որ ուզում է, ոնց որ ձգտում է, ինքը իր ազգ կյանք ապրում է։ Եվ նույնը եկեղեցու մեջ Աստված այսօր չի ուզում, որ ոչ մարդը իր ուզած ճշտով ապրի, այլ գոյություն ունի մի ճշմարտություն։ Որտեղ Տեր Հիսուսը Հովանու ավետարանի մեջ, երբ որ 16-րդ գլուխը, 14-րդ գլուխը մենք կարդում ենք, 6-րդ խոսքի մեջ Տեր Հիսուսը հայտարարություն արեց, ասեց ես եմ ճշմարտությունը։ Ես եմ ճշմարտությունը։ Ես եմ այդ ճշմարտությունը։ Այսինքն ինչ է սա նշանակում, ժողովուրդ ջան։ Գոյություն ունի նաև մարդկային ճիշտ, որ ամեն մեկ իր հասկացողությամբ ինչ անում է ճիշտ անեմ, լավ անեմ, իր ուզածն անեմ, դից այդ մարդը գտնեմ։ Եվ ոչ մեկ իրավունք չունի այս մարդին մարդկային տեսակետով ասելով ինչի ես սենց անում։ Այսօր գոյություն ունի, ասենք, դեմոկրատիա կոչված դիվական, ոչ թե դեմոկրատիա է, ավելի ճիշտ ես դա համարում եմ դևոկրատիա է։ Այսինքն դևի հասկացողություն ոգի, որ սատանան տալիս է մարդուն, դու ազատ ես, դու անկախ ես, դու ինչ ուզում ես արա, որովհետև այդ ամենը գալիս է գիտության ծառի պտղից, որ Եդեմի պարտեզի մեջ մեր նախայր Ադամ այդ ծառից կերավ, գիտության ծառից կերավ, բայց կյանքի ծառը մերժեց, որ Քրիստոսն է։ Եվ այսօր սատանան խաբում է մարդին, ու մարդը մտածում է, այս աշխարհի մեջ է կյանքը, ինքը ինչ անի ճիշտ է, ինքը ոնց վարի ճիշտ անեմ, ու ինքը լավ անեմ։ Բայց Տեր Հիսուսն ասում է, ես եմ ճշմարտությունը։ Եվ ասում այն հոգին, որ գա նա ձեզ կառաջնորդի ճշմարտության։ Այսօր մենք պենտեկոստալ եկեղեցի ենք, ժողովուրդ ջան։
Բայց ցավոք սրտի շատ պենտեկոստալ եկեղեցու ժողովրդի մեջ այդ ճշմարտության հոգին տրտմել է, շատ-շատերի հոգու մեջ լռել է, շատ-շատերի խեղճմտանքը դաղվել է, որովհետև մերժել են այդ ճշմարտությանը։ Եվ ամեն մեկ իր հասկացողությամբ իր ճիշտն է անում։ Հասկանում ասեն, ճիշտ է, սենց եմ հասկանում, սենց եմ ասում, սա է ճիշտը, ես սենց եմ հասկանում, որդի ավետանում գրած, ինչ ասում ավետանը, ես սենց եմ հասկանում։ Գիտեք, ամեն մեկն էլ ավետանով կարա իրան արդարացնի, գիտեք թե չէ։ Այսօր ինչքան երկրի երեսին մոլորություններ կա, ինչքան կրոններ կա, ուսմունքներ կա, բոլորն էլ գրեթե ավետանից խոսք են վերցրել ու մոլորվել։ Բոլորն էլ ավետանից խոսք են վերցրել ու մոլորությամբ գնացել։ Թե մորմոնները, թե Եհովայի վկաները, թե ասենք տարբեր շաբաթապահները, տարբեր ինչքան մարդիկ կան, բոլորը ասենք վեր են կալել, թե մուսուլմանները, բոլորն էլ ամենքը մի խոսք վեր են կալի ավետանից ու իրանք այդ գաղափարը տանում են։ Եվ այս մարդիկ ասում են ճիշտ ենք, ավետանն էս ասում։ Բայց Հիսուսը ասում է, ես եմ ճշմարտությունը։ Ասում է, նա որ գա ձեզ կառաջնորդել ճշմարտությանը։ Իսկ այդ ճշմարտությունը ճանաչեք, ասում է Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուսը։ Ասում է, ճանաչեք ճշմարտությանը, ճշմարտությունը ձեզ ինչ կանի։ Ազատ կանի։ Ինչից ազատ կանի։ Որ ինչ ուզենանք անենք, ինչ կևներս տանենք, ոնց ուզենանք ապրենք, չէ՞։ Սանից ազատ կանի։ Չէ՞ այսօր մարդիկ տեսնում ես, ուրախանում են, չգիտեմ, շախուշուխ են անում, լավ են անում, թողանեն։ Բայց Աստված մեզ մեր ներսը պետք է ազատ անի։ Սիմոն եղբայրը հիշեցրեց։ Այս մարդը արտակուց ցույց է տալի, ինքը լավ է, ուրախ, ամեն ինչ ունի, բայց իր ներսը էս մարդը, եւ որ ինքը մենակ մնում է ինքն ու իր ներսը, տեսնում է իր ներսի ցավը, տանջանքը, տառապանքը։ Եվ որ մենակ ինքն է մնում արդեն։ Այդ կողքի հաճույքները, անգերները, ցանկությունները մի կողմ են քաշվում, եւ որ ինքը մենակ է մնում։ Իր սրտի տառապանքն ու ցավը երբ որ տեսնում է, այս մարդը նորից ընկնում է տրտմության մեջ, խնդրի մեջ։ Գիտեք, արդեն 63 տարեկան եմ, շատ թե քիչ բան եմ տե իմ կյանքի մեջ։ Ժողովուրդ ջան, շատ թե քիչ բան եմ տեսել, շատ թե քիչ բան եմ սովորել, շատ թե քիչ բան եմ լսել։ Գիտեք, ինչ ուզենա մարդն ունենա, ինչի որ փափագում է, ցանկանում է, հասավ, մինչև այդ հասնելը ցնծում է, ուրախանում է, որ հասնի դրան։ Հենց որ ունեցավ, հենց որ դրան հասավ, մի որոշ ժամանակ հետո նորից տրտում ու տառապանք։ Ինչի՞, որտեղ եթե նրա ներսը ազատ չի, այդ մեղքի ստրկությունից, գերությունից ազատված չի, այդ ճշմարտության հոգին չի լուսավորել նրան, այդ Քրիստոս կյանքը չի հայտնվել նրան երկնաշխարհի մեջ։ Ինչ էլ անես մարդը, ասում է ցավ, տանջանք ու տառապանք։ Սա է իրականությունը։ Սա է իրականությունը, ժողովուրդ ջան։ Եվ այսօր Սուրբ Հոգին եկել է, որ առաջնորդի, բայց այսօր շատերը չեն ուզում, որ այդ ճշմարտության գան։ Չեն ուզում, մարդը չի ուզում։ Մարդը ինքն ուզում է դեմոկրատ ապրի։ Մարդն ուզում է դեմոկրատ ձևով գնա, իր քեֆով, իր ուզածով։ Եվ այսօր երբ որ հանկարծ մեկին շփոթված, երեխուցը սկսած, կնոջիցը սկսած, մեկից սկսած ասում ես, ես ծառա չեմ քեզ։ Ես գիտեմ, դու լավ որ ես գիտեմ, գիտես ես ինչ գիտեմ։ Ինչ գիտես։ Դու մենակ մեղքի ստրկություն գիտես, խեղճուկ մարդ։ Որտեվ դու հենց ծնվածը տորվանից մեղքի գերությամբ ես ծնվել։ Անօրնությամբ ես ծնվել, ով մարդ, թշվառ, որ ես ու դու ենք։ Եվ Հիսուս ինչի համար եկավ, որպեսզի այդ ստրկությունից, գերությունից ազատի։ Նրա գալու նպատակը ո՞րն էր։ Դեռ Տեր Հիսուսի ֆիզիկապես ծնվելուց 700-730 տարի առաջ Եսայի Մարգարյանը ասում է, նա պիտի գա, որպեսզի ավերված ժառանգությունը վերականգնի։ Այդ կորսված պարիսպները, քանդված պարիսպները նորից նորոգի։ Այդ ավերված վառված տաճարը նորից կառուցի։ Այդ որ քո միմը քո սիրտը դարել է պղծության, կռապաշտության կենտրոն, որ նորից քանդի։ Մեր քարեղեն սիրտը փշտի ես եկելն ասում է, եւ նոր սիրտ անի մեր մեջ, մսեղեն սիրտ անի, որ Տիրոջը պաշտի, որ հավիտյան Տիրոջ հետ լինի։ Բայց այսօր սատանան վարել է, խոպանա դարձրել մեր ներքնաշխարհը, տրորել է, ոչնչացրել է։ Եվ մարդը չի ուզում լսի։ Եվ այսօր ցավոք սրտի շատ շատերը մերժում են Սուրբ Հոգուն։ Գիտեք, Սուրբ Հոգին չի եկել, որ մեզ
քեֆի տանի, ուրախության տանի, սրան տանի, նրան տանի, թեկուզ մարդը գնում է, թող գնա։ Նա ինչի մարա եկել, որ մեզ առաջնորդի ճշմարտությանը։ Մեզ առաջնորդի ճշմարտության, իսկ այդ ճշմարտությունը Քրիստոս Աստվածն է։ Եվ այդ խոսքն է, որ այս խոսքը Տեր ամենից բարձր դրեց, որ այս խոսքին մենք լնցենք։ Եվ դա է պատճառը, որ հայտնության գրքի մեջ 3-րդ գլխի մեջ այսպես ասում, քանի որ դու իմ համբերության խոսքը պահեցիր, ես քեզ պիտի պահեմ։ Երբ պիտի պահի։ Գալիք փորձությունից։ Չի ասեմ, որ փախար արտասահման ապրեցիր արտակ, հարուստ ապրեցիր Ռուսաստան, Հայաստան, Ամերիկա, Եվրոպա, բրծար, ստեղից գնացիր ես քեզ պիտի պահեմ, չէ։ Երբ է ինձ պահելու։ Եվ որ ես այս խոսքը պահեմ։ Կապ չունի Հայաստան եմ, Ռուսաստան եմ, Աֆրիկա եմ, Ամերիկա եմ, Եվրոպա եմ։ Եթե ես այս խոսքը չեմ պահում, ինքնին չի պահելու։ Այդ փորձությունը գալու է։ Գուզենք, չուզենք այդ փորձությունը գալու է, ժողովուրդ ջան։ Սիմոնը հիշեցրեց երկրաշարժից առաջ։ Սարքում էինք, ոնց ուզում էինք, կտոր ամենք իրա ձևի, բայց երկրաշարժից հետո մենք վախեցանք։ Չնայած մելի կամանց խալտուրա են անում շինարարները։ Դե քանի տարի անցել է, արդեն կամանց խալտուրա են անում։ Այս նոր սերունդը չի տեսել։ Բայց մեր սերունդը որ տեսել է, մենք վախում ենք արդեն։ Ժողովուրդ ջան, թույլ տանք, որ Սուրբ Հոգին խոսա մեր սրտերին։ Առաքյալը գրում ասում, մի տրտմեցնեք Հենոքին, որ կնքվեցակ, փրկվեցակ վերջի օրվա համար։ Այսօր սատանան ինչ ա բերում մեզ, որ մենք նայենք մեր 4 կողմը։ Մենք նայենք մեր 4 կողմը, նայեմ իմ դիմացինին, իմ կողքի եղբորը, իմ կողքի քույրիկին, իմ մյուսին են մեկին, որ ես ինձ նրա հետ համեմատեմ։ Դրա համար էլ Պողոս առաքյալը գրում է մեզ, ասում է, ձեր մեջ ոչ մի բան չեմ ուզում տեսնել։ Մի բան կուզեմ տեսնել։ Հիսուս Քրիստոս այն էլ խաչի ելած։ Այսօր մենք պետք է այդ խաչյալ Քրիստոսին նայենք։ Որտեղ Պետրոս առաքյալը գրում ասում է մեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնանք։ Բայց սատանան այսօր ասում է արտակին նա իր հավատացյալ է այսքան տարվա, նա ջան 50 տարվա հավատացյալ է, կանի, Սոֆիկը կանի։ Դու էլ այլ ինչ ելել։ Հա, էլի ճիշտ է, էլի, դենան կարել են բեր ես անեմ։ Բայց Աստված չի ուզում, որ Նադյային նայես կամ Սոֆիկին կամ արտակին։ Աստված ուզում է, որ խաչյալ, հարուցյալ Քրիստոսին նայես, որտեղ փրկությունը Հիսուսի մեջ է։ Ոչ արտակի ձեռին է, ոչ Նադյայի, ժողովուրդ ջան։ Փրկողը Քրիստոսն է։ Իսկ այդ Քրիստոսն ասում է, դու իմ խոսքը կպահես համբերության, ես էլ քեզ կպահեմ։ Դու իմ խոսքը զանց կանես, ես էլ քեզ զանց կանեմ։ Եվ եթե ուշադրություն ենք դարձնեմ Հայտնության գրքի վերջի խոսքերը, վերջի գլխի, վերջի խոսքերը ինչպես է վերջացնում Տիրոջ խոսքը։ Ինչ ասեմ, ասում է, ով որ այս խոսքերի վրա մի կետ կավելացնի, նրա վրա պետք է ավելանային բոլոր պատուհասները, որ բերվեց Եգիպտոսի վրա։ Եվ ասում է, ով որ այս խոսքերից մի կետ կպակասեցնի, նրա անունը ինչ կլի, կյանքի գրքից կպակասի։ Եթե մարդու անունը կյանքի գրքի մեջ գրված չի, մեռնի այդ մարդը լավ է, ծնված չլի լավ է, ժողովուրդ ջան, քանց թե վերջի օրը իր անունը կյանքի գրքից ջնջված լինի։ Ես երբ որ ապաշխարեցի, մի օր մի հատ երազ տեսա, նոր է ապաշխարում։ Մի հատ երազ եմ տեսնում, բայց նա տեսիլ երազ էր։ Կսես մինչև մի աշկերս երբ փակում եմ, առջև սա գալի։ Տեսնում եմ մի հատ երիտասարդային հողարկավորում։ Մեծ թափորա գնեմ, անսահման մեծ թափորա գնեմ։ Ես էլ այդ թափորի հետևից գնում եմ, այնքան խիտ է, որ չեն կարողանում մոտենան այդ։ Ասեմ տենասով այս ջահել տղեն։ Ես մարդ է սովա, որ մեռել ասեն, սաղ գնում են։ Ով, մեկ անկախ ինձանից հայտնվեցի այդ թափորը տանողների հենց դագաղի այդ կողքին։ Եվ տեսնում ես դագաղի կրիշկեն բացվեց ու Տերը կանեց այդ դագաղի մեջ։ Ու տեսա Տերն է։ Եվ սկսեցի լացել։ Ասավ դուք ինձ խաչեցիք, բայց այսօր ես քո անունը կյանքի գրքի մեջ գրում եմ։ Եվ իմ անունը ու մեկ էլ մի հատ անուն գրեց, եւ այն կողքին մի հատ տեսնում եմ երկու անուն ջնջվեց։ Ասավ սրանց անունները ջնջվեց, ես չեմ հիշում ովքեր էին։ Ասավ նայի որ հնես կյանք ապրի, որ հանկարծ քո անունը սրանց անունների նման չջնջվի։ Ժողովուրդ ջան, դա իրականություն է։ Երանի նրան ում անունը կյանքի գրքի մեջ գրված է։ Վայ նրան ում անունը գրված չի։
Իսկ գրածը պահելու համար պետք է այս խոսքը պահես։ Որտեղ Սուրբ Գիրքը ասում է երկիր ու երկինք կանցնի, բայց այս խոսքերից մի նշանագիր անգամ, մի գետ անգամ չի անցնելու։ Եվ իմ վերջի հորդորը քեզ։ Մի հատ շատ եմ ասել, որ տուն գնաս, այսօր գիրիկունը որ քնես, մենակ լես, էլի մենակ։ Հլա հարց տուր քեզ, հավատում ես որ պիտի մեռնես։ Ֆիզիկապես պիտի մեռնես, հլա հարց տուր քեզ, հավատում ես թե չէ։ Տոսիկ ջան, դու էլ դուր հարց, զարթնի։ Մի հատ լա հարց տուր քեզ, հավատում ես որ պետք է մեռնես, ու դրա վրա մտածի մի քիչ։ Թող Սուրբ Հոգին հետդ խոսա։ Եթե հավատում ես, այդ ճշմարտության հոգուն ենթարկվում ես, գնում ես դեպի ճշմարտության։ Թեք ու քեվով ես գնում։ Վայ ինչ կասեն։ Վայ ամոթա, կասեն այ կնիկ, ես ինչ ես դառե։ Հայ մարդ ես ով ես դառե։ Վայ ես ինչ ես ակե։ Վայ ես ոնց ես արել։ Վայ ամոթա։ Այ որ դու հասկանաս, դու այդ բաները չես անի։ Թող Տերը օգնի։ Տերը փառավորվի, ժողովուրդ ջան, ես չեմ ուզում երկարացնեմ։ Ստեղ հոգսեր են գրեմ, եղբայրները, քույրերը, Աստված օրհնի բոլորիդ։ Այսօր գրողները ասենք, հարատև նույն մարդիկն են համարյա թե։ Իմ հորդորը ցես։ Խնդրեք, որ ոչ թե ֆիզիկապես բժշկություն գա ձեր ընտանիքներին, ձեր ասենք հոգսերին, խնդրեմներին։ Խնդրեք, որ Սուրբ Հոգին բացի քու հենց քեզանից սկսած, քու տան յուրաքանչյուր անդամի հոգու աչքեր բացեր, որ այս մարդը ճանաչի այդ ճշմարտությունը, որ այս մարդը ճանաչի։ Մենք Սուրբ Գրքի մեջ տեսնում ենք Ղազարոսը մեռավ։ Տեր Հիսուսը գնաց Ղազարոսին հարություն տվեց։ Այս մարդը ապրեց, ուր է Ղազարոսը, չմեռավ էլի։ Հա? Հալավ ֆիզիկապես հիվանդ եմ, 10 տարի էլ ավել ապրեցի, 50 տարի էլ ապրեցի։ Եթե Քրիստոս չեղա, ժողովուրդ ջան, ինչքան էլ ապրեմ, մի օր պիտի մեռնեմ։ Լավ խնդրեցի Տերը մի 20 տարի կյանքս ավելացրեց, լավ 50 տարի էլ ավելացրեց։ Վերջը, եթե Քրիստոսի հետ հաղորդ չեմ, պիտի մեռնեմ։ Իսկ դրա համար թող Սուրբ Հոգին օգնի, որ առաջին այս մարդկանց հոգու աչքերը բացի ու բժշկվեն։ Եվ որ մարդու հոգու աչքերը բացի այդ Քրիստոս կյանք ես մարդի մեջ գա, տո սրտի հարցն է կլուծի, տո պլոճիկի հարցն է կլուծի, տո թոքի հարցն է կլուծի, տո կյանքի հարցն է կլուծի, տո հիվանդության հարցն է կլուծի, ամեն հարց կլուծի։ Որտեւ ինքը գիտի մեզ ինչ է պետք։ Ասում է դու դեռ չխնդրած, ես գիտեմ քեզ ինչ է պետք։ Թե չգիտի։ Գիտի ժողովուրդ ջան։ Համար թող Սուրբ Հոգին օգնի։ Իմ խնդրանքն է, որ մեր ընտանիքներից սկսած առաջնայինը մենք ձգտենք մերոնց հասկացնել, մենք ինքներս էլ հասկանալ, որ այդ ճշմարտության հոգուն նազանդվենք։ Դեպի ճշմարտության գնանք, դեպի այդ կյանքի հետ հաղորդ լինենք, որ այդ Քրիստոս կյանքը թակավորի, այդ մահվան ստրկությունից, գերությունից Տերը մեզ ազատ անի։ Այո, որ քուներսկը արդեն ներքնաշխարհդ ազատ է, ժողովուրդ ջան։ Ինչ ուզմալի քեզանից ուրախ ու երջանիկ մարդ չկա։ Այս մի վկայություններ տամ ու պետքա աղոթենք։ Հիշում եմ 92-3 թվականներն էր։ Դե 90 թվականներ, այդ թվերն էր, տոշնի այդ թվերը մոտավոր ներող կլեք, եթե խառնում եմ, բայց այդ թվերի ժամանակներն էր։ Ուրեմն մի օր սենց աղոթ քարեցի։ Ասեմ Տեր Հիսուս, ես ուզում եմ այսօր ամբողջովին մենակ քու կամքը կատարեմ։ Ինչ կլ ինձ օգնի, խնդրում եմ ասեմ Հիսուս ջան։ Այսօր ուզում եմ ամբողջովին քո խոսքի մեջ, ու սենց աղոթքով ուր գնում եմ սենց, ցկտում եմ սենց։ Ու մեկ էլ իրիկունը մեր երրորդ մասի են ժամանակ լազ ավտոբուսներ էր։ Կհիշեք մեծերը, պազեր, հետով լազեր մեծ, ասենք որ գալիս են տեղ չկար, ժողովուրդը սենց լցված մեջից դռներից կախնգած, մեծերը կհիշեք, չէ՞ ինչքան զորով մի կերպ մի ոտի վրա դռները բաց։ Հիմա եկել եմ ես մեր արմանանք, որ աշխատում են, գալիս ես, մենք ավտոգերմաշի աստանովկա ենք, անասում մեր մինչև մեր կա այդ տաքսիների մոտի այդ աստանովկեն, հիմա ես սենց ունիվերմագի մոտից իջել եմ ոտով, սենց հոգնած, էլ ոտով հավես չկար գնալու, սենց հոգնած մի կերպ իջել եմ, սենց այնքան տիրոջ ներկայությունը սենց վայելում եմ, մեկ էլ սենց գնացի ես պատին կողքին սենց, եթե ուշադրություն եք դարձել, նստանեն այս կողքին սենց պատ է, այն շենքի ուղությամբ, սենց այս պատից է բռնեք կանել եմ, մեկ էլ ընդեղ նայում եմ, միջին տարիքի կանայք էին այն ժամանակ, իմ տարիքի սենց դες ջայել էի, այն մեկը մեկին ասում է, հլա նա է, ջայել տղայի ամոթ էր չի անում, ընքան լակելա չի կարան ոտի վրա կայնի։
Ես ուրախությունիցս փառք եմ տալի Տիրոջը։ Այս մարդկանց համար ես չգիտեմ ինչ էր իմ հետեղնում։ Այդ ուրախությունը իմ մեջ էր։ Ես վայելում եի այդ Տիրոջը։ Իսկ նրանց համար ես գինովցածի տեսք ունեի, բայց Տերը գիտեր ինչա։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք վայելում ենք Տիրոջ ներկայությունը, դա ուրիշ է։ Էլ այդ ժամանակ ոչինչ քո աշկին չի գալիս։ Այդ ժամանակ դու էլ չես տենեմ այն մեկը ինչ արավ, այն քույրիկը ոնց արավ, այն աղբերը ինչ խոսած, այն մեկը էս ինչ արավ, դու նայում ես, դու ոնց անես, որ քո Տիրոջը հաճեսնես։ Թող Տերը փառավորվի, թող Տերը մեծարվի։ Մեր Աստծո ձեռը չի կարճացել, մեր հոր ողորմությունը չի պակասել։ Ժողովուրդ ջան, այն հոգին, որ մեր մեջ է, մեր վրա է, մեզ հետ է, նա մի բանի համար է եկել, որ մեզ ճշմարտության առաջնորդի։ Եվ մենք պետք է աղոթք անենք։ Ովքեր ուզում են առաջ գան, թող առջև գան, ովքեր ուզում են տեղեմ կանգնած աղոթք անենք։ Եթե ինչ որ մեկի կյանքի մեջ լռել է Սուրբ Հոգին, թող ասի Տեր, թեկուզ լեզուներով աղոթում եմ, բայց այս մարդը եթե Աստծուց այդ հաղորդ չի առնում Տիրոջից։ Սուրբ Հոգին իր հետ չի խոսում, թող աղաղակի ասի Տեր, ողորմա ինձ, որտեղ եմ քեզ թողել, որտեղից եմ ընկել, որ հա լեզուներով խոսում եմ, բայց ես քեզ չեմ լսում։ Քո հոգին իմ հետ չի գործում, ես չեմ լսում դու ինչ ես ասում։ Ես չեմ կարող քո հետևից գամ։ Ինձ օգնի, ինձ ողորմա, որովհետև Տերն ուզում է որ առաջնորդի մեզ, Տերն ուզում է որ խոսա, Տերն ուզում է որ մեզ պատրաստի, որովհետև համր չի մեր Տերը, օրհնյալ անա։ Ինքն է մեր լեզուն դրել, ինքը լեզու ունի մեր հետ խոսալու։ Ինքն է մեր ականջները ստեղծել, ինքը ականջ ունի լսելու։ Ինքը մեր մեջ սիրտ է դրել բաբախելու, իր սիրտը բաբախում է։ Ինքն է մեր Տերը ու քո Հերը, եւ նա նպատակն է որ մեզ առաջնորդի այս երկրավոր կյանքից, որ ոչ թե գիտության, իմաստության ծառից մենք օգտվենք, այլ կյանքի ծառից, որ Քրիստոս է։ Հիշում եք, երբ որ Ադամը մեղանչեց, Տերը ինչ ասեց, Քերովբեին կապ սուրը ձեղին բոցեղեն կայնացրեց, կյանքի ծառի մոտ ասավ, հնչելի որ Ադամը գա, մեղավոր ուտի ու կյանք ունենա, այդ կյանքի ծառից կերեք, ժողովուրդ ջան։ Ոչ թե գիտության իմաստության, այլ կյանքի ծառից, որովհետև կյանքը Քրիստոսն է եւ այդ կյանքն է մեզ երկենք տանելու, որովհետև միայն նա է ճշմարտությունը, ճանապարհը ու կյանքը, իր անունը փառավորվի, ամեն։ Կանգնենք աղոթքի, ժողովուրդ ջան։ Ովքեր ուզում են